Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ պատգամավորության տեխնացու Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով, պարոն Մեհրաբյան։ Պարոն Մեհրաբյան, վերջին օրերին պարբերաբար ընդ որում քաղաքական ուժերի կողմից ու այդ ուժերի առաջնորդների ամենատարբեր անդամների կողմից լսում ենք, թե ինչ կլինի մեզ հետ, եթե այսպես ասած երես թեքենք Ռուսաստանից, դուրս գանք ԱՏՄ-ից, լարսը կփակեն, գազը կթանկանա։ Ընդ որում երկրորդ նախագահը իդեպ օրերս իր ասուլիսի կամ ճեպազրույցի ժամանակ ասում էր, որ այո, ճիշտ է անում Ռուսաստանը, որովհետև չի ուզում, որ դուք ԱՏՄ-ով հարստանաք, հետո ինչ որ պահի բռնեք Եվրամիության ճանապարհը։ Սամվել Կարապետյանն էլ իդեպ հայտարարում է, որ ինքը ասում է, որ Ռուսաստանը ճիշտ է։ Հա, եւ նաեւ ասում է, որ ինքը եկել է ժողովրդին ձեռք մեկնել, այս դժվար պահին ձեռքը բռնի եւ բարձրացնի։ Հիմա հասկանանք այդ բարձրացնելու ակցիան հենց հակակոռուպցիոնի բացահայտումներն են, այդ ընտրակաշարքները, որ մենք տեսնում ենք եւ կարծես թե դրանց վերջը չի երևում։ Դե հարցը հռետորական է դառնում ուրիշ, որովհետեւ այնքան բանը ուղղակի դառնում ակնհայտ, որ ամոթել է այդ հարցը որպես հարց ընդունել եւ պատասխանել է, էլի։ Դե ինչ Ռոբերտ Քոչարյանը դիրքավորվել է որպես Պուտինի եւ Ալիևի ազդեցության գործակալ, որովհետեւ ինքը պարզաջրում է Ալիևին, ասելով, որ Հայաստանն 20 թվականին պատերազմ հրահրել, այլ ոչ թե Ալիևը, եւ երկրորդն ինչ է ասում, այն որ Հայաստանն այսօր ուզում է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ եւ Ռուսաստանը դա տորպեդահարում է ու ուզում է Հայաստանը իր շահերի հունով քաղաքականություն տանի, որի մեջ խաղաղությունն Ադրբեջանի մեջ չի մտնում, իսկ Հայաստանը դրան դիմավորում է, այդ դիմադրում է եւ այդ արդյունքում փչանում են մեր հարաբերությունները, մեղավորը Հայաստանն է։ Սա է ասում Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը, ով գլխավոր ֆիգուրանտն է եւ այդպիսինը վերջապես պետք է լինի, մարտի 1-ի գործով համաձայն այն դատավճռի, որն արձակվել է անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին։ Իսկ ձեր սիրելի կառավարությունը մինչև հիմա իրար չի գալիս։ Եվ Ռոբերտ Քոչարյանը տալիս է ասուլիսներ, հարցազրույցներ, տուրնիկի վրա պադիոն պերևառոտներ է անում, հա, շռայլում է նախընտրական խոստումներ, ցուցմունքներ տալու փոխարեն։ Հասկանում եք։ Ամբողջ զավեշտը հենց սրանում է։ Սա այլասերում է ընտրապայքարը, սա այլանդակում է քաղաքական դաշտը այս ամենը եւ նույնիսկ այն ֆոնին, որ ընդհանրապես 91 թվականի սեպտեմբերի 21-ին հետո անկախ Հայաստանում, եթե ռեյտինգ կազմենք, ամենատոքսիկ ֆիգուրների Ռոբերտ Քոչարյանն այդտեղ բացարձակ չեմպիոնի դերում է լինելու հասարակության մեջ, նույնիսկ ի հեճուկս դրա նա շարունակում է մնալ ընտրապայքարում, որովհետև նաև իր պատրոն Պուտինը ձև է գտել։ Ռոբերտ Քոչարյանին պատկերավոր ասած հանել է պարանի վրա որպես լարախաղաց եւ կարգել մի շարք յալանչիների տակը, որ իր համար ձայն հավաքեն, որ վաղը մյուս օրն էլ այդ ձայները միավորվեն իրար հետ Գյումրիի տարբերակով։ Նրանք իրար բաներ կասեն եւ այլ, մենք տեսնում ենք այնտեղ արդեն գործուղված Ռոբերտ Քոչարյանի գործուղված անձինք, որոնցից մեկն էլ պետական դավաճանության մեջ է մեղադրվում, դա Գագիկ Ծառուկյանի մոտ, մեկին էլ իր անձնական փաստաբանին էլ գործուղել է Սամվել Կարապետյանի մոտ, կոմիսար որպես, հա, այդ ամենը հենց այդ վտակները կգան եւ մի մեծ գետի մեջ կմիավորվեն իրենց մտահղացմամբ, բայց մենք ձեր գետը ցամաքացնելու ենք, որովհետեւ մենք տեսնում ենք 21 թվականի ընտրություններն ավարտվեցին նրանով, որ
հայ ժողովուրդը վերահաստատեց իր կամքը տեր լինելու իշխանության։ Պարզապես դա այնքան ջանք պահանջեց հայ ժողովրդից, հիշենք այդ օրերը։ Դա 20 թվականի Հայաստանի պարտությունից հետո, երբ պատերազմը դադարեցվեց, միանգամից սկսվեց Հայաստանի դեմ 8-ամսյա հիբրիդային ամենաակտիվ հիբրիդային պատերազմի մի փուլ քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Այո, ժողովուրդը իր կամքը վերահաստատեց, բայց ստացվեց այնպես, որ Պուտինի պլան մաքսիմումը չաշխատեց, աշխատեց պլան մինիմումը։ Այդ ժամանակ նա զավթեց ընդդիմությունը եւ մինչեւ հիմա Հայաստանում ընդդիմությունը Պուտինն է։ Չկա Ռոբերտ Քոչարյան, չկա։ Իսկ հիմա պլան մաքսիմում մինիմումը ո՞րն է։ Նույնը։ Նույնը Պուտինը հիմա մտադրվել է նոր հիբրիդային պատերազմ է սանձազերծել, այն էլ հետն էլ առևտրային պատերազմ է սանձազերծել, հայ ընտրողի վրա ճնշում գործադրելու, ահաբեկելու համար, սա տերռոր է եւ նպատակն է վերազավթելու իշխանությունը։ Չի ստացվի զավթած պահի ընդդիմության սեգմենտը Հայաստանի պարլամենտում։ Հաշվի առնելով այս ամենը, Հանուն Հանրապետության կուսակցությունը մի պարզ բանաձև է առաջ բերել եւ այդ հայտով է ներկայանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հայաստանում պետք է տեղի ունենա ընդդիմափոխություն։ Պետությունը մարդու նման պետք է կանգնի երկու ոտքի վրա։ Մեր պետությունը 5 տարի է մեկ ոտքի վրա թռչկոտում է։ Մեկ աջ, մեկ ձախ, մեկ առաջ, մեկ հետ անունը դնում է բալանսավորված։ Հիմա պետք է երկու ոտքի վրա կանգնի։ Իսկ դրա համար քաղաքացին պետք է տեր կանգնի եւ իշխանությանը եւ ընդդիմությանը։ 26 թվականի հունիսի 7-ին քաղաքական այս դասավորության մեջ, որը ուրեմն կազմավորվի, Պուտինը պետք է զրկվի Հայաստանում ընդդիմություն ունենալու հնարավորությունից։ Հայաստանի քաղաքացին պետք է իր համար ընտրի եւ իշխանություն, որը իրեն պատասխանատու կլինի, եւ ընդդիմություն, որը իրեն առաջ պատասխանատու կլինի, որը հիմա չի։ Ինձ կարող եք ասել, ես ինչի պետք է իմ հարկերի հաշվին աշխատավարձ տամ, ասենք պայմանական Իշխան Սաղաթելյանին, կարող եք բացատրել, որ մեղքից համար։ Դժվար է բացատրել։ Դժվար է, իհարկե, բայց դժվար է, չէ, դժվար չի, անհնարին է։ Դա մեկ։ Երկրորդը, մենք խոսում ենք խաղաղության օրակարգից։ Խաղաղության օրակարգ նշանակում է նաև գործընթաց, որի ընթացքում պետք է չեզոքացվեն խաղաղության սպառնալիքները, ճիշտ է, արտաքին եւ ներքին։ Մեր թիվ 1 ներքին սպառնալիքը դա ընդդիմություն, դա Պուտինի ընդդիմություն լինելն է Հայաստանում, որովհետև նրանք ինչ են անում, առաջին հերթին այո թիրախավորում են խաղաղությունը։ Հայաստանը, կրկնում եմ, պարտություն է կրել 20 թվականին եւ հիմա քայլեր է անում, փորձում անել, որպեսզի այդ պարտության բեռը թոթափի իրենից։ Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ Հայաստանը մնա այդ պարտության տակ։ Սա է նրանց ամբողջ գործունեության կրեդոն։ Հիմա հարց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Սա ընդունելի ելք է այս ընտրություններին, թե ոչ։ Ուրեմն Պուտին մեզ վրա Պուտին բերողներին, այս Ռոբերտ Քոչարյաններին ոչ մի ձայն, կրկնում եմ, ոչ մի ձայն, բայց դա էլ բավարար չէ։ 21 թվականին մենք տեսանք մի պատվից հեռու մի պատիվ ունեմ մի խմբակ, որը այո, հայ ժողովուրդը նրան ձայն չտվեց, բայց նա մտավ պարլամենտ, այսպես ասենք, օրենքի ուժով։
Հիմա պետք է այդ հնարավորությունն էլ չլինի։ Ահա թե ինչու նրանք պետք է նաև մեր քաղաքացիները քվետան ընդդիմությանը, որը իրենց հարկերի հաշվին կծառայի Հայաստանի Հանրապետությանը եւ կընդդիմախոսի կառավարությանը, կստիպի կառավարությանը զբաղվել ոչ թե ժամավաճառությամբ գողկատու եւ քաչալ շուն պարլամենտում, վերջ կտա այս 5-ամյա պարլամենտական մղձավանջին եւ առաջ կքաշի պետական օրակարգեր եւ իր գործունեությամբ կնպաստի, որպեսզի ընդունված քաղաքական որոշումները լինեն լավագույնը, ընդունվող օրենքները լավագույնը։ Սա է ընդդիմության իմաստը ընդհանրապես տեսության մեջ եւ գործնականում, որովհետեւ պետության թշնամին մեր պետության վրա Պուտին բերողը չի կարող կոչվել ընդդիմություն, դա կոչվում է պետության թշնամի, դա կոչվում է ագենտ, բայց ոչ ընդդիմություն։ Իսկ ընդդիմությունը չի կարող վիճարկել պետությունը պետք է լինի, թե չլինի։ Պետությունը պետք է լինի ինքնիշխան, թե պետք է լինի Պուտինի սապոգի տակ։ Չի կարող նման ընդդիմություն լինել, հասկանում եք։ Բայց Հայաստանի քաղաքացին հաշվի առնելով, որ ձեր սիրելի կառավարությունը զիբիլը բերելա լցրելա քաղաքական դաշտ եւ հավաքելու փոխարեն առաստաղից նենց մի հատ բոքսի տանձի պես կախելա, որը մի հատ դմփացնում է ու համարում է, որ դրանով իր առաքելությունն ավարտված է։ Հաշվի առնելով այս իրավիճակը, հա բացահայտել է եւ այս իրավիճակը հաշվի առնելով, այո, քաղաքացին պետք է տեր կանգնի թե իշխանությանը, թե ընդդիմությանը իր քվեով։ Այո, մենք պետք է լինենք պարլամենտում։ Մենք կլինենք պարլամենտում, հաշվի առնելով մեր այս բավականին ակտիվ նախընտրական այս քարոզարշավի արդեն մենք մոտենում ենք վերջաբանին եւ կարող ենք արդեն մոտավորապես պատկերացնել դրա արդյունքները, այդ հետադարձ կապը վերլուծելով, այո, ես կարող եմ ասել, մենք շատ դրական արձագանքներ ստանում ենք քաղաքացիներից եւ պատրաստակամություն մեզ քվե տալու։ Մեզ օժտեք մանդատով, մեզանից պահանջեք եւ մենք կտանք ձեր հարցերի պատասխանը։ Մեր այնտեղ գտնվելը շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում իշխանությունը աշխատի, որպեսզի այս Պուտին 1, Պուտին 2, Պուտին 3 Մարիա Զախարովայի թեզերը հայերեն թարգմանողները մանդատ չունենան։ Կամ ունենալուց էլ եթե հանկարծ նրանք էլ մտան պարլամենտ, մկան ծակը 1000 թումանով առնեն ու մտնեն մեջը։ Որովհետև մենք միակ քաղաքական ուժն ենք այս 18 ուժերից, ով Հայաստանին սպառնալիքները կոչում է իր անունով։ Հայաստանին, այո, այսօր սպառնում է ֆաշիստական Ռուսաստանը իր պարագլուխ տերորիստ մարդակեր մանկագող եւ մանկապիղծ Պուտինի հետ միասին, որը հիմա ընդդիմության տերն է, հասկանում եք։ Պարոն Մեհրաբյան, բայց ժողովուրդն է նրանց օժտել, եկեք հասկանանք, որ ժողովուրդն է այդ մանդատը տվել։ Երբ որ դուք թույլ եք տալիս, ասենք թե, հա, հերոինի ազատ վաճառքը, այո, ժողովուրդը կարող է գնալ եւ հերոին ձեռք բերել։ Հետո ինչ եք առաջարկում։ Այսինքն պետք է դուրս տրվեն այս ուժերը։ Գնանք ժողովրդի կամքին ընթառաջ ու հետո այլ ասենք դե ժողովուրդն է ուզում։ Չի կարելի թունավորել ժողովրդին, հետո էլ գցել ժողովրդի վրա։ Հետո 5 տարի անց էլի գալ ասել ժողովուրդ ընտրությունա պետության լինել չլինելու հարցն է, հետո նույն բանն էլ 31 թվականին։ Դա նորմալ է համարում։ Պետությունն ինչի համար է։ Պետությունը նրա համար է, որովհետեւ որ ժողովրդավարությունը պաշտպանի։
օրենքներով։ Հիմա անպաշտպան է, պարոն Մերհաբյան։ Իհարկե անպաշտպան է։ Այս ամենը այդ անպաշտպանության դրսևորումն է։ Դատա իրավական ռեֆորմը գցածա ոտին, որովհետև մի քանի թթվիկար իրավաբաններով process-ը այլասերել են, իրենց կոչելով ոնց էին կոնսերվատիվ իրավաբաններ, որոնք դեմ են վուլգար վեթինգին, հա, դեմքի խելոք արտահայտությամբ։ Արդյունքում ահա ունենք այս պատկերը։ Պարոն Մերհաբյան, իսկ այս սպառնալիքները, որ ամենօրյա ռեժիմով լսում ենք նույն պաշտոնական Մոսկվայից, սրանք այդ նույն ուժերին օգնելու են, թե հակառակ էֆեկտ կարող են ունենալ, Հակառակ էֆեկտ են ունենալու բնականաբար, բայց դրանից սպառնալիքը պակաս չի պակասելու։ Այո, Մոսկվային նաև ներհատուկ է դիվերսիոն տերորիստական հակումները։ Մոսկվան որևէ խտրականություն չի դնում նաև դրա առաջ, պետք է շատ զգոն լինել։ Մոսկվան զերծ չէ ապուշությունից, որ դուք կարող եք մտածել դե հա ինչքան էլ վատն են, բայց գոնե ռացիոնալ են։ Այո, նրանք կարող են նաև լինել ոչ ռացիոնալ։ Կատարյալ անասուն, այո, եւ դուք կանգնեք փաստի առաջ։ Օրինակ, ինչ կարող են անել, պարոն։ Ինչ ասեք։ Հայերին, որոնք պատանդի կարգավիճակում են այնտեղ, բերում են Հայաստան, մի հաստագլուխ էլ որտեղ թրև է գալիս առանց որևէ բանի, մինչև հիմա նա ոնց է մտնում դուրս գալիս Հայաստան, նրա կազմակերպությունը ինչու է գործում Հայաստանում, հա։ Հիմա էլ ընդեղից բաց հայտարարություն է, ուզում է գնալ Հայաստան, դիմեք, փողը տալիս ենք, ոնց թե։ Ում նկատի ունեք։ Ոնց ում նկատի ունեմ։ Մարդիկ շատ լավ ճանաչում են։ Մի 2 ցենտներ անոնց մի դեգեներատը կա։ Ոստե մի քանի անգամ էլ ծեծ է կերել։ Էլ չեմ խոսում այս Ռոսսոտրուդնիչեստվոների մասին, որ Բահրամյան պողոտայում էլ օֆիս ունեն։ Ինսայդերի այդ նյութը, որ նայում եք, Ռուսաստանի առանց բացառության բոլոր հատուկ ծառայությունները Հայաստանում ռուսական դեսպանության տանիքի ներքո ունեն ուղղակի ռեզիդենտներ, որոնք զբաղված են Հայաստանի դեմ խափանարար գործունեությամբ եւ արտաքին հետախուզության ծառայությունը Ռուսաստանի եւ ռազմական հետախուզությունը եւ անվտանգության դաշնային ծառայությունը FSB, SVR, GRU Հայաստանում ունեն ռեզիդենտներ, անուն ազգանունն էլ տված է, հարց եմ տալիս, նրանք շարունակում են մնալ ստեղ։ Որոնք շատ հստակ ինսայդերը գրում են, որ նրանց գործունեության թիվ 1 թիրախը անձամբ վարչապետն է եւ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետը։ Որում ինսայդերը դա լրատվամիջոց չի։ Դա շատ լուրջ, հետաքննող անձանց միջազգային ցանց է, որը այդ Լիտվայում տեղակայված հարթակից որոշ տեղեկություններ է հրապարակում ելնելով Եվրոպայի եւ նրանց դաշնակիցների անվտանգության շահերից։ Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել։ Ինսայդերի հրապարակումների հիման վրա բազմաթիվ եվրոպական երկրներ քաղաքական որոշումներ են ընդունել, սանկցիաներ են մտցրել, սանկցիոն ցուցակներում մարդկանց են ներգրավել, միայն այդ հրապարակումների հիման վրա, համարելով դա ամբողջությամբ բավարար նման որոշման համար եւ հիմք նման որոշման քաղաքական որոշման համար։ Ես չգիտեմ Հայաստանում ինչ են մտածում դրա մասին։ Այսինքն նկատի ունեք այն ուժերը եւ այն անհատները, որոնց անունները այնտեղ մատնանշվում են, պետք է դուրս տրվեն։ Իհարկե։ Ընտրական process-ն։ Բա իհարկե։ Ավելին Հայաստանը պետք է միջնորդի Եվրամիության առաջ այդ մարդկանց ընդհանրապես Եվրոպա, Եվրամիության տարածք, ինչպես նաեւ Եվրամիության մեջ չմտնող, բայց եվրոպական երկրների տարածք, այն է Նորվեգիա, Բրիտանիա եւ այլ,
նրանց տարածք ընդհանրապես մուտքը նրանց պետք է արգելվի, նրանց տեղը Մագադանն է, թող գնան այնտեղ հանգստանան, այնտեղ թորներ ունենան, որովհետև նրանք խափանում են Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը։ Նույնը Միացյալ Նահանգների պարագայում, նրանք խափանում են Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Նրանք Հայաստան-Միացյալ Նահանգներ պայմանավորվածություններում Ռուսաստան եւ Չինաստան են փայ բերում, փայատեր բերում։ Բայց արվում է, չի արվում։ Չի արվում, մինչև հասավ գործը նրան, որ դեռ Հայաստանում չհասունացած բերքի մեջ արդեն հայտարարում են, որ խախտում կա։ Ստելա դե մենք կախված ենք, մինչև հիմա դա էին ասում։ Չկախվեիք։ Հետո չասեիք կախված ենք։ Այ նոր հենց հիմա հենց արդեն պաժարն ընկավ, հա, հիմա սկսում եք մի վեդրո ջուրը ձեռներդ հանգցնել։ Բայց քան ասում էինք, ինչ էինք ասում։ Լավ, այսինքն այդ սանկցիաները որ չլներ, էլի պետք է մեր ծաղիկների 90%-ը էլի շարունակեր գնալ այնտեղ։ Բայց այդ իմաստով հիմա նկատի ունեմ դիվերսիֆիկացիա արվում է։ Դիվերսիֆիկացիա, դա պարտադրված դիվերսիֆիկացիա է, երբ որ դա պետք էր անել վաղ օրոք, որպեսզի դա որպես քաղաքական լծակ, ճնշման լծակ Հայաստանի դեմ չօգտագործվեր, արվել է, չի արվել։ Չի արվել։ Հիմա դրական է, որ այնուամենայնիվ առաջին խմբականակը ծաղիկների եւ Իհարկե սա այն դեպքն է, երբ որ ասում են լավ է ուշ, քան ավելի ուշ, հա, կամ քան երբեք։ Հա, բայց սա պարտադրված, այո, պարտավոր են։ Այ հիմի արդեն պարտավոր են դա անել։ Այո։ Եվ խոսակցություններ այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունից մի շարք քաղաքացիներ են, այսպես ասած, բերվում, որպեսզի ընտրություններին մասնակցեն, հօգուտ դե պարզ է օլիգարխ Սամվել Կարապետյանի, այստեղ նաև վարչապետի աշխատակազմից հայտարարություն տարածվեց, որ բոլոր նրանք, ովքեր ներգրաված են լինելու ընտրակաշառքով Հայաստան գալու եւ ընտրություններին մասնակցելու process-ում, նաև 25-օրյա վարժական հավաքներին են մասնակցելու, ներգրավելու են։ Հիմա դա զսպելու է այդ մարդկանց, որ վախենան, չգան կամ ընտրակաշառքի դիմաց ընտրություն չանեն։ Ներողություն։ Եթե այդ մարդիկ ուղակի գալիս են, կարևոր չի ինչի համար, եւ նրանք ենթակա են վարժական հավաքների զորակոչվելու, նրանք պետք է զորակոչվեն վարժական հավաքների։ Վերջակետ այդտեղ։ Եթե մարդիկ, ինչպես դուք եք ասում, կաշառք են վերցրել, դա հանցագործություն է։ Այդ մարդիկ ոչ թե պետք է գնան այդ վարժական հավաքներին, այդ մարդիկ պետք է գնան բանտ։ Եվ ոչ թե 25 օրով, այլ 7 տարով։ Եկեք զանազանենք մեկը մյուսից։ Ոչ մի աննորմալ բան չկա նրանում, որ Հայաստանից դուրս ապրող եւ աշխատող Հայաստանի քաղաքացիները ընտրությունների ժամանակ գալիս են այստեղ քվեարկելու որպես Հայաստանի քաղաքացիներ։ Այստեղ կարելի է նույնիսկ ինչ-որ հայրենասիրությամբ դա բացատրել։ Իդեպ հազարավոր հայեր, այո, հենց այդ մղումներով էլ գալիս են եւ գալու են եւ բարով գա։ Սա մի հարց։ Մյուսը երբ որ այտենց 2 ցենտներանոց դեգեներատներ հայտարարություններ են տարածում եւ ուղղորդում նաեւ կաշառք փոխանցում այդ քաղաքացիներին մանավանդ այնպիսի մի ֆաշիստական երկրում որտեղ նրանք ոչ թե ապրում են, այլ պատանդի կարգավիճակում են իսկ այդ ուղարկողներից էլ մի շրջանակ տեղի ապրողներին հազարներով տանում գլուխն ուտում է Ուկրաինայի դեմ պատերազմում եւ հիմա էլ ուղարկում են մեր վրա կներեք պետությունն այստեղ արդեն դրա դեմը պետք է առնի ընդ որում շատ կոշտ մեթոդներով բերանքասի վայր իսկ այդ աղբակույտը այդ Սայուզ արմյան ռասի կոչված աղբակույտը հանցագործների, դրանք պատերազմի հանցագործներ են։ Եվ դատվելու են վաղ թե ուշ իրենց այն մարդակեր ոժձի հետ միասին։ Նրանք ընդհանրապես պետք է ուղղակի հետախուզում հայտարարվի նրանց վրա քրեական գործ պետք է հարուցվի։ Հասկանում եք։ Իդեպ այնով էր Ռուսաստանի
ազդեցության գործակալ որպես դիրքավորվածը ուժեղ դաշնակից էր, չէ՞, բերում պարոն Քոչարյանը, այսօր ուզում են իրեն ուրախացնել, հա, իր պատրոնը այսօր պետք է մի քանի ժամանոց իմաստուն ելույթ ունենար Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Եվ ահա առավոտյան ժամը 6-ին ձեր ուժեղ դաշնակիցը տրաքել է Պետերբուրգի նավթային տերմինալը ծովային, այդ նավահանգստում եւ Կրոնշտատում էլ մի քանի ռազմանավ տրաքել են ձեր ուժեղ դաշնակիցը տրաքում է եւ տրաքելու է ամենօրյա ռեժիմով, քանի այնտեղ տրաքող բան կա եւ տրաքելու է մինչեւ վերջ։ Որոշ ռուս փորձագետներ ռազմական ելնելով այն պատկերացումից, եթե մի բան բացառված չէ, ապա հնարավոր է, ասում են, որ դե կարող է Ռուսաստանը, իսկ ոմանք էլ կոչ են անում, որոշ հակասանիտարական պրոպագանդիստներ, որ դե պետքա գնալ այնտեղ Հայաստանում օդակայանը գրավել, հետո դեսանտը իջնի եւ այլ եւ այլ եւ այլ։ Ուղղակի երևի լավ չեմ պատկերացնում ինչ է գործ ունեն եւ կունենան, հա, որ այստեղ նրանք կստանան կրակ եւ արճիճ հաստ գլուխներին, անգամ պինդ արճիճ, որ այդ գլուխները կծակի մի քանի տեղից։ Ոմանք խոսում են ռուսական ռազմաբազայի մասին, որն արդեն շրջանառվում է լրահոսում որպես Հայաստանում նախընտրական տրամադրությունների վրա ազդող գործոն։ Ես կարծում եմ Իսկ ռիսկ, պարոն Մեհրաբյան։ Ռիսկ դե ուրեմն ես կարծում եմ, որ մեր պետությունն ունի ողջ ներուժը, անհրաժեշտության դեպքում այդ ռազմաբազան թե շրջափակելու, թե չեզոքացնելու համար, եթե նրանք հանգարց փորձեցին իրենց անլվամռութները ընդեղից դուրս անեն, եթե խոսքը վերաբերվում է ուժային գործողությունների մասին։ Իսկ ինչ վերաբերվում է ազդեցության, մենք ունենք հակահետախուզության ծառայություն, ի վերջո այս ամենի դեմը պետք է առնվի։ Իսկ այդ բազայի հրամանատար այդ ավանակին էլ երևի թե պետք է բացատրել, թե ընդհանրապես ինքը որտեղ է գտնվում, ինչա կարելի, ինչ չի կարելի, որ մի քիչ պետք է լվացվել, տենց անլվա չմնալ եւ այլն։ Իսկ շատ արագ այո պետք է բազայի հարցը լուծվի։ Այդ ռազմաբազան մեզ այլևս պետք չի։ Եվ ոչ միայն պետք չի, այդ ռազմաբազան սպառնալիքի աղբյուր է հաշվի առնելով ներկայիս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Միայն չկրկնեք ձեր սիրելի կառավարության այն մանտրան, թե դե մենք կոնստրուկտիվ բան ներողություն, մարդակերի կոնստրուկտիվը ո՞րն է։ Ինչ կոնստրուկտիվ։ Ես հասկանում եմ, կաշկանդված եք, չեք կարողանում այդ ժամանակ դրա համար, երբ որ մեր քաղաքացին կընտրի համար 18-ը հանուն հանրապետության կուսակցությանը, կաշկանդվածների կողքը կլինեն չկաշկանդվածներ եւ իրերը կոչեն իրենց անուններով, անլվային անլվա, մարդակերին մարդակեր։ Եվ նաեւ միջոցներ ձեռնարկելու հետ կապված օրինագծեր եւ քաղաքական որոշումների նախագծեր կբերեն մեջտեղ, կառավարության հետ քննարկելու համար պայմաններ կստեղծեն, բաց լինի թե փակ լինի, այլ ոչ թե ռեսուրս, ժամանակ վատնենք, հա, ամեն հաչացող շան վրա քար շպրտելու վրա եւ այդ մեր ճանապարհն էլ թողած, չի լինելու, Չերչիլն էր ասում, չէ, եթե դուք գնում եք ձեր ճանապարհով, իսկ ձեր վրա հաչում են շներ, ու դուք ամեն շան վրա հաչացող քար շպրտեք, դուք տեղ չեք հասնի, դուք կզբաղվեք միայն քար շպրտելով։ Եղավ։ Պարոն Մեհրաբյան, ամփոփիչ հարցը հենց դրա մասին էր, թե ինչու պիտի քաղաքացին ընտրի հանուն հանրապետություն կուսակցությանը, թեև դուք արդեն մասամբ պատասխանեցիք, բայց եթե ավելացնելու բան ունեք։ Որովհետև քաղաքացին պետք է ինքն իրեն վերադարձնի
ընդդիմություն ունենալու իրավունքը, որից նա զրկված է այսօր, եւ այդ ընդդիմության տերը ինքը չէ, այդ ընդդիմության տերը Պուտինն է, եւ ուրեմն Հայաստանի քաղաքացի վերադարձրու քո իշխանություն ունենալու իրավունքից բացի ընդդիմություն ունենալու իրավունքը։ Դա քո սրբազան իրավունքն է եւ դրանով իսկ ամրացրու պետությունը։ Հանուն Հանրապետության կուսակցությունը ներկայանում է հենց այդ օրակարգով։ Շնորհակալ եմ, պարոն Մերհաբյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ, падգամավորության թեկնածու Ռուբեն Մեհրաբյանն էր։ Կհանդիպենք։